Ողջույն սիրելի հարազատներ, այսօր պատրաստելու ենք բորշ տուշոնկայով։ Այստեղ մենք ունենք կանաչեղեն, ես այս ամբողջը դեռ չեմ լվացել, ուղղակի սենց այսպես շարել եմ, որպեսզի դուք տեսնեք մենք ինչ ունենք։ Ունենք թթու, մեր Մարգարիտայի մայրիկը Տիկին Քրիստինան է թթուն պատրաստել, կաղամբը։ Դե պատմեք, թե ինչպես եք դուք պատրաստում ուկրաինական բորշը։ Парня молодого полюбила я, парня полюбила на свою беду, не могу открыться, слова я не дойду։ Օրինակ, որ բարի էի գնում փոքր ժամանակ, ուկրաինական բարեր էինք բարում, եւ իմ կյանքի ամենատպավորիչ օրերից մեկն էր, երբ ուկրաինականի գլխարկներ մամաս կարում, ինչ որ լենտեր էին կարել գունավոր, այդ լենտերի գույները, մինչև այսօր, ինչ հետաքրքիր է, չէ՞, փոքր ժամանակ, որ ինչ որ գունավոր բան ես ունենում, հիմա այդ գույները սովորական է, չէ՞ քեզ համար, բայց փոքր ժամանակ այդ գույները իմ համար այնքան տպավորիչ էին, այնքան եմ մանեկել այդ սանդալներից բասանոշկեքից մինչև այսօր չեմ գտել։ Վայ, այդ ինչ տպավորիչ էին այդ սանդալները։ Մամայի աշխատանքի վայր էին բերել այդ սանդալներից։ Մաման մի հատ ինձ էր բերել, մի հատ քրոջս էր բերել, եւ քրոջս սանդալները իր ոտքին էր, իմը երկու ռազմեր մեծ էր, մաման ասեց կտանեմ, կփոխեմ։ Ես այդ ինչ այնքան լավ եմ հիշում, այդ ինչ լաց էի գցել ու ասում էի մամա չի լինի էլ դրանցից, մի տար, թող ես մեծ կհագնեմ։ Ուրեմն գիտեք ինչ սանդալներ էր, պլաստմաս էր, ինքը պլաստմաս էր, կարծեմ թե փիրուզագույն էր, թե գալուբո էր, ինքը լրիվ պլաստմաս էր տափակ եւ իր վրա գունավոր ուլունքներ էին, ու ինքը այդ ուլունքներով թելեր էր բարձրանում ոտքի վրա խաչուփաչ, որ ես երբեք չէի տեսել թելերով կոշիկներ, ու այդ թելերի եզրերին էլ ամբողջ կոշիկի վրա այդ փուլերն էր ինքը։ Մինչև այսօր ես որ հիշում, ես նույնիսկ չեմ տեսնում ինչ որ մեկի հագին, որ ասեմ այս սա է, սովետի ժամանակ մեր ամենասիրելի ու իրենք այնքան վտանգավոր էին, դրանից հետո այն սաբոները դուրս եկան, որ բոլորս ընկնում ոտքերներս կոտրում էինք, հիշում եք պլաստմասից սաբոները, բայց սա սաբո չէր, սա տափակ էր, բայց էլի էր սողում։ Ընդհանրապես սովետի ժամանակվա բոլոր կոշիկները գլխակեր կոշիկներ էին, ասեմ ձեզ, ինքը կտկտում էր, հիշում եք կտկտան կոշիկներ։ Կարծեմ մաման բերեց բասանոշկաներից գունավոր, բայց խի հիշեցի այդ բասանոշկաները գունավոր։ Գույնը լենցիկ Ուկրաինայից գնացինք, բորշից գնացինք Ուկրաինա, Ուկրաինայից գնացինք Պարիս լենտերով գլխարկը, հետո գնացինք չստիկների վրա ու ես մնացի չստիկների վրա, հասկանում եք, մանկություն, ինչպիսի օրեր։ Հետո հիշում եմ ծննդյանս օրը, մորաքրոջ Սամուսինը շատ լավ կոշկակար է, Ավիկ ձյաձյան, ասեց Անի ջան, ես քեզ նենց կոշիկներ եմ քո ծննդյան օրը բերելու, որ ամբողջ աշխարհում մենակ դու ես ունենալու։ Իհարկե Ավիկ ձյաձան ինձ շատ տաղանդաշատ մարդ էր, շատ պատվիրատուներ։ Իդեպ Ավիկ ձյաձայի մոտ ասենք կոշիկներ է պատվիրել օպերային երգչուհի Գուար Գասպարյանը, այդպես դեմքերի համար, արտիստների համար էր կարում։ Գիտեք երբ բերեց, մյուս ծնունդիս մի տարի հետո, բայց գիտեք ինչ սաբոներ էր, ուրեմն փայտից էլի կտկտան սաբոներ էր, վրայի կաշին ոսկեգույն, հասկանում եք, բնական ոսկեգույն կաշվով, եւ վրան, փայտի վրա ինքը փորագրել էր, որ վառելով են փորագրում, փորագրել էր Անի, ու սենց ուզորներ էր արել։ Ես չէի ուզում, որ իմ ոտքերը մեծանային, որ ես այդ սաբոները իմ ողջ կյանքում հագնեմ։ Ինչ հետաքրքիր է, փոքր ժամանակ յուրաքանչյուր բան ինքը շատ ավելի տպավորիչ է եւ ողջ կյանքիդ ընթացքում հիշում ես։ Դրա համար այնքան կարեւոր է, որ երեխան ամեն ինչ չունենա մանուկ հասակում։ Մանուկ էինք մի ժամանակ աղբերներով, ես փոքր էի ուրախացած նրանց սիրով, իմ աղբերս ջան, 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 ապրիր, ապրիր, ապրիր հավիտյան։ Մանուկ էինք մի ժամանակ, դուք հասկանում եք ես ոնց եմ այս թեմայից այն թեմա գնում եւ բոլոր թեմաները կիսատ եմ պահում։ Ուզում եմ ասեմ, որ հիմա նամանավանդ Միացյալ Նահանգներում երեխաները ամեն ինչ ունեն։
Ինչ ուզում ես այդ երեխեն ունի։ Երբ որ դու այդ երեխուն հարցնում ես, ասում ես բալաջան, ինչ ես ուզում ծնունդիդ բերեմ, ասում է չգիտեմ։ Գիտեք այդ չգիտեմի պատմությունը, անեկդոտա ինքը։ Էլի հեսա շեղվելու եմ ու չպատմեմ այդ նախորդ պատմությունը։ Բանը։ Ուրեմն մեկը գնում է անկերոջ տուն, դուրսեցում է, բացում է անկերոջ երեխան։ Ասում է բալիկ ջան, պապատ տանն է։ Ասում է չգիտեմ։ Ասում է բա երբ կգա Ազիզ ջան։ Չգիտեմ։ Վերջը, այս տղեն փորը փոշման գնում է տուն։ Զանգում է ընկերոջը, ասում է լսի, ասում է այդ երեխուդ մի երկու բառ սովորացրու, ասում է ինչ հարցրեցի, ասես չգիտեմ։ Այս մարդն ասում է ուզում ես արի դու պարապի հետ, դու իրան նոր բառեր սովորացրու։ Ասում է օքեյ, հարց չկա։ Գալիս է այդ մարդու ընկերոջ տուն, որ այդ երեխու հետ պարապի նոր բառեր սովորեցնի։ Անցնում է որոշ ժամանակ, այդ երեխու հերը գալիս է տուն, ընկերոջն ասում է հն, ասում է ոնց էր ասում է, սովորեց երեխեր մի բան, այս ընկերն ասում է չգիտեմ։ Եթե դու քո երեխային ինչ իր մտքով անցնում է, դու առնում ես, այդ երեխան էլ չի հասցնում երազի, մի քիչ սպասի, մեր նման, հա, ոնց որ մենք էինք ասենք հեծանիվ ուզում ու տենցել իմ պապան ինչ չարավ, ես պապայիս ասում է պապ, ես հեծանիվ եմ ուզում, ասում էր քշել սովորես կառնեմ, ասում է պապա, բայց եթե չես առնում, ես ոնց քշել սովորեմ, ասում է օռաշ լակոտնայ, հələ ուղեղը ոնց է հասնում, ինձ խելացի հարցեր ա տալի։ Տենցել չարավ։ Էլի շեղվեցի։ Օրինակ, հասարակ բան, պաղպաղակ էի ուզում, ու իրանք օրվա մեջ ինձ մի հատ պաղպաղակի գումար էին տալիս։ Դուք չեք պատկերացնի, ես երբ էի սպասում, որ ես պիտի հաց ուտեմ, որ ես ու քուրիկս գնանք պաղպաղակ առնենք։ Մեզ համար դա տոն էր։ Տոն։ Այսինքն, երբ որ դու չափով ես երեխային տալի եւ ամեն անգամ դու նրան չես տալիս այն ինչ ինքը ուզում է, նախ այդ նվերը իր համար լինում է թանկ, երբ որ մեծանում է, ինքը այնքան մեծ սիրով է հիշում այդ խաղալիքը, այսօրվա երեխեքը էլ գadget ունեն, էլ հեռախոս ունեն, էլ ես շատ գիտեմ iPhone ժամացույցներ ունեն, էլ խաղեր ունեն հազար տեսակի կոմպյուտերային, ինչ մտքներով անցնում է առնում եք։ Այդ երեխեն երազելու տեղ չեք թողում այդ երեխուն։ Իմ պապիկին ամեն անգամ տեսնելուց ինքը մեզ տալիս էր պլիտկաներ, որի վրա վարդեր էր նկարած, այդ պլիտկայի ներսում կար խտացրած կաթի կրեմ։ Ով որ իմ տարիքյա կհիշի։ Ամեն շաբաթ թե կիրակի, ուրեմն պապիկս հերոս էր 45 թվին հայրենական պատերազմի, ինքը սենց կաստոմը գցում էր ուսերին ու իր այդ մեդալները դոշին, ինքը կանգնած սպասում էր ամեն շաբաթ թե կիրակի, որ այդ կոնֆետից մեզ տա։ Բայց երբ որ դու քո երեխային ամեն անգամ ինչ ինքը ուզում ես, կաղա շատ է այս կաղամբը երեխեք, սա կաղամբ եղավ։ Դրա համար սիրելի հայրենակիցներ, կապ չունի, որ դուք միլիոնատեր եք ու լիքը փող ունեք ու կարաք ձեզ թույլ տաք, որ ձեր երեխաները ամեն ինչ ունենան։ Հա, այդ հայավարի մտածելակերպը ինքը սխալ է, թողեք այդ երեխան երազի։ Ես չեմ ասում հիմա ձեր երեխեքը թողեք, թող մխկտան մառոժնու համար, չէ։ Մի նոր տարի մամաս ասեց, սովորաբար մամաս ինձ նման հարցեր չէր տալի եւ ինքն էր որոշում, թե նոր տարուն ձմեր պապին ինձ ինչ նվեր կբերի։ Ինքն էր խոսում ձմեր պապիկի հետ, պայմանավորվում էին։ Այս անգամ մամաս ինձ հարցրեց, ասեց բալես ինչ կուզես, որ ձմեր պապին քեզ բերի։ Ասեցի, սենց աչքերս փակեցի։ Ասեցի սենց վարդագույն ռոզովի ասի փորիկներով շոր եմ ուզում։ Փորիկներով շոր նամանավանդ ռոզովի։ Մաման ասեց, եղավ, ասեց Անի ջան, անպայման կասեմ ձմեր պապին, որ քեզ փորիկներով ռոզովի շոր բերի։ Ու ես ամբողջ տարի սպասում եմ, որ ձմեր պապին ինձ պետքա փորիկներով ռոզովի շոր բերի։ Բացում եմ նվերս։ Իդեպ մինչև նվերը բացելը, այդ առավոտը, այդ հոտը ձյան, այդ առավոտը, որ ես ու քուրիկս պարկետի վրա, գետնի վրա ման էինք գալիս, ձմեր պապիկի ոտնահետքերը, որ հետո նվերները բացեինք, իդեպ մեր նվերները ոչ թե տոնածառի տակ էր, ոնց որ ամերիկացիների մոտ, այլ մեր բարձի տակ էլ ու մոտա բարձի տակ եղե նվերները։ Ու ես բացում եմ իմ բարձի տակի նվերը եւ այնտեղ այո վարդագույն բամմազից ուրեմն
կամբինիզոն, հաստ։ Ու ես սկսում եմ լացել ողբ, մի տարվա իմ երազանքները մի վարկյանում հոդս ցնդեցին, այսօրվա պես հիշում եմ իմ այդ տրավման, ուրեմն մամաս ոնց արդարացավ, ասեց Անի ջան, ձմեր պապիկը քանի որ գիտի, որ հիմա ցուրտ է, ինքը որոշել է, տես ասма վարդագույն է, այնց չի որ ասма ինքը լրիվ անտեսել է քո ցանկությունը, ինքը ռոզվի է, չէ, դու ուզում ես, չէ, ռոզվի, տես ինքը քեզ լսել է, դու ռոզվի էիր ուզում, ուղղակի ինքը մտածել է, որ եթե այդ փորիկներով բարակ կրուժիվնոյ շորը քեզ բերեր, դու մրսելու էիր այս ձնին, դրա համար ինքը քեզ որոշել է բամազից կաստմչիկ բերի, ռոզվի, բամազեր, վելվետեր, արդեն էլ չեմ հիշում ու չեմ էլ ուզում հիշեմ, 5 տարի հակա, որտեվ ինքը համե մեծ էր, ձմեր պապին մտածել էր, որ մի քիչ մեծ լինի, որ մի քանի սեզոն հագնեմ, էլում ձմեր պապին էր տենց, որ տաք լինի, որ ռազմերը մեծ լինի, առաջին տարին սենց մեծ լմփոշ հագնում ես, հետո դառնում ես 10-րդ դասարան, նոր ընկնում է տեղը, ամենաճիշտը երեխաներին սովորեցնել աղոթել և խնդրել մեր Տեր Հիսուս Քրիստոսից, որպեսզի Տեր Հիսուս Քրիստոսը ծնողներին տա լավ աշխատանք և հնարավորություն, որպեսզի նրանք գնեն բոլոր անհրաժեշտ իրերը երեխաների համար և նվերները։ Սպիտակ հագուստով կտրատեմ կարմիր բազուկ։ Ինտրիգ եմ էլի ստեղծե։ Հահա, սրտիկներ ջան, մեզ մնաց մի քիչ կանաչ բիբար առամատի բուրմունքի համար, շատ լավ մանկություն եմ ունեցել, շատ արագ էի վազում, ուրեմն մեր դասարանի աղջիկները շուտ հասունացան, այսպես ասած, արդեն 9-րդ, 10-րդ դասարանում, ես չէ, ես մնացել էի մալալետքի ֆիգուրայով, երեխեք ջան, ես շատ ուշ եմ հասունացել, ու ես այնքան արագ էի վազում, 9-ում, 10-ում սաղ ձևափոխված, տղեկը թրաշված էդ, Էլեսները սևացած ենք, բեղերները սպիտակ, ես եմ որ լրիվ ապերիկի բանով, դու ասա, ֆիգուրայով, իսկ ոտ մի քիչ ուշ եղավ այդ զարգացումը, առավոտ ես ժամը 6-ին սենց արթնանում գնում հերթով, սաղի տները ծեծում էի, ոչ ոք դուրը չէր բացում, ոչ ոք չէր գալի, բայց ես գնում էի այդ ծանր բաներով, գնում վազում էի մեր դպրոցի բակով, էսխի հիշեցի, ու ինչ ահավոր բան է 40-ից հետո կյանքը, հա, որ մեր աղջկեքը ժամանակից կամ իրանք էին շուտ փարթամացե, կամ ես էի հետ ընգե, տահաս էի, թե անհաս, սա լավրովի լիսնա, որ բերել ենք Երևանից, սև բիբարից, հատիկավոր, կարտոֆիլն է էստեղ, մի քիչ էլ տոմատի մածուկ եմ լցնելու, էս տիպի տուշոնկայա, մոտավորապես այսքան, ոնց են ասում ռուսերեն ռասոլ, սոխը տապակվում է կարտոֆիլի հետ, ահա սերներս ես էլ մի քիչ ավելացրեցի այս բազուկը, մնացած բազուկը տակն է, բանջարեղենը ավելացրել եմ, ահա, ռասոլի մեջ ավելացրեցի տոմատի մածուկ, թթվի ջրի, և սա հիմա կավելացնեմ, գնացի, որ սառնարանից կանաչիները վերցնեմ, գիտեք ինչ գտա, հատիկով սև բիբարը, այս սեղանը հավաքելուց, հատիկով սև բիբարը տարել էի, դրել էի սառնարանը, լավ սառել է, պետք է, սառը սև բիբար հատիկով, Աշոտիկ, հերիք այդ երեխու գլխին խփես, լոմով կքրդնես, երեխու մաս, իսկական հայ մամա է, պատրաստ է մեր բորշը, հիմա կհամտեսենք, սիրելիներս, մեր բորշը պատրաստ է, ես ունեմ կվաս, հիշենք մեր հին ու լավ օրերը, ուզում եմ խմեմ ձեր կենացը, շնորհակալություն, որ հետևում եք, որ մասնակցում եք, որ այդքան ջերմ եք, այս կվասը շատ լավն էր, խառը կանաչի, թթվասեր, վերցնում ենք սիերի հացի ես, գարբուշկան, շատ համոբան, մի ընտիր բորշ, դե ինչ սիրելիներս, ես գնամ բորշ ուտեմ, դուք էլ պատրաստեք, միացեք ինձ, լավ մնացեք, սիրում եմ ձեզ շատ, համբուրում եմ, սրտիկներ եմ ուղարկում,
Կենաց։